24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանը։ Բարև ձեզ, Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ սիրուն կալվելու համար։ Խոսենք երեք Արարատի մարզում Սուրբ Հակոբ եկեղեցում անցկացված պատարագի մասին, որը Փաշինյանը անոնսել էր, որ գնալու է, եւ ըստ էության Գևորգ Սրբազանը մատուցեց պատարագը, դրանից հետո տարբեր խոսակցություններ կան եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում ասում էին, որ հնարավոր չէ եկեղեցին պառակտել, քանդել, արդեն իսկ այլ հայտարարություններ են անում, որ Փաշինյանին հաջողվում է այնուամենայնիվ հոգևորականների ներգրավել այս գործընթացում եւ ներսից պառակտել եկեղեցին։ Դուք ինչ խնդիր եք տեսնում։ Տեսեք, Փաշինյանի ձեռագիրն է բաժաներ որ տիրես, դա Նիկոլի ձեռագիրն է, բաժանիր որ տիրես, եւ հիմա այնինչ Նիկոլը անում է եկեղեցու հանդեպ, գտնելով տարբեր հոգևորականների, որոնց դեմ տարբեր միջոցներ են օգտագործվում, օրինակ Կիրակի օրը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագը մատուցում էր Մասյացյոտ ընթեմի առաջնորդը Գևորգ Սրբազանը, մենք տեսանք, որ Տեր Զարեհը մի գրառում էր արել, որտեղ ըստ էության ակնարկում է, որ Գևորգ Սրբազանի հանդեպ օգտագործվել են կոմպրոմատներ եւ ազնիվ կլիներ, որ նման դեպքում ինքը турք չտար այդ կոմպրոմատներին եւ գլուխ չխոնարեր Նիկոլի արչև, այլ հրաժարական տար, սա հայտնի մեթոդ է եւ մենք տեսնում ենք, որ այո, Նիկոլին ցավոք սրտի հաջողվում է նաեւ հոգեվոր դասի մեջ գտնել այսպիսի անձնավորություններին, ուղղակի շշմեցրել է օրինակ Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի այսպես լիաթոք պայքարը իբր վեհապարի եւ Արշակ Սրբազանի կուսակրոնությունը խախտելու դեմ, երբ որ մամուլը հրապարակել է Վազգեն Միրզախանյանի կնոջ եւ երեխայի նկար, այսինքն կին եւ երեխա ունեցողը ըստ մամուլի հրապարակման Սրբազան պայքարը սկսել իբր վեհապարի կուսակրոնության խախտման եւ Արշակ Սրբազանի խախտման դեմ։ Վազգեն Սրբազան կարող է այդ ձեր երեխան, ինչին այսօր անդրադարձել է հայաստանյան մամուլը Սուրբ Հոգուց, եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ ժամանակն է այս խնդիրը լրջագույնս քննարկվի, հա, այս կուսակրոնության խնդիրը, որովհետև սա լուրջ խնդիր է դառնում եւ եթե հոգեվոր դասի ներկայացուցիչները չեն կարողանում իրենց կրքերը զսպեն, ես կարծում եմ սա իմ խնդիրը չի, բայց հոգեվոր խորհուրդը սա պիտի քննարկի եւ այդ դրույթը հանեն, ի վերջո Գրիգոր Լուսավորիչը կուսակրոն չէր, երկու զավակ ուներ, երկու որդի ուներ, նրա որդիներից յուրաքանչյուրն էլ 3 զավակ ուներ, բայց դրանից Գրիգոր Լուսավորիչը չի դադարում Գրիգոր Լուսավորիչ լինելուց եւ այսօր այս իրականության մեջ մենք տեսնում ենք, որ այս ռեժիմը դա օգտագործում է եկեղեցին պառակտելու համար եւ վաղը եւ մյուս օրը ցավոք սրտի մենք տեսնելու ենք ավելի շատ հոգեվորականներ, ում վրա տարբեր ճնշումներ գործադրելով ստիպելու են մասնակցել անօրեն պատարագի, որովհետեւ կանոնի խախտումներով են այդ պատարագները անցկացվում, արգելվում է հիշատակել վեհապարին եւ ըստ էության դրանք չեն կարող լեգիտիմ պատարագներ համարվել։ Սա է խնդիրը, ցավոք սրտի այս ռեժիմը Նիկոլը դարձավ այն լակմուսի թուղթը, որը առաջ բերեց նաև հոգևոր դասի մեջի մանկուրտների, բրուտոսների եւ հուդաների։ Սա շատ ծանր է այս իրականությանը առերեսվելը եւ ես չեմ բացառում, որ վաղը այդ բրուտոսների եւ այդ հուդաների մեջ մենք տեսնենք նաև հոգևորականներ, ում մասին պիտի ասենք եւ դու բրուտոս։ Դու կարծում եք, որ իսկապես այսինքն Փաշինյանը փոխել է իր մարտավարությունը եւ հիմա այս ձևով է գործում, այն որոշել էր գնալ մարդկանց հավաքել Լեարանի արչեւ վեհապարին ասել հեռացի, հասկացան, որ
մարդիկ չեն հավաքվում, հովանավանքի տխուր փորձը, երբ որ գազելներով ինչ որ մարդիկ էին բերվել, որոնք չէին էլ թաքցնում, որ իրենք բերվել են, ցույց տվեց, որ գրոհով մայրաթորը վերցնելու տարբերակը չի աշխատելու եւ այո, Նիկոլը ընտրել է եկեղեցին ներսից տրաքացնելու տարբերակը, ահա այսպիսի Գևորգ Սրբազանների գտնելու իդեպ պատմում են, որ այն ինչ որ վեհապարն է արել էս Մասյացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի համար ամեն ինչ երևի հայրը սեփական զավակի համար այդքան բան հնարավոր չէր որ անել, բայց մենք տեսնում ենք, որ ինքը եւս ըստ էության առաջինը ուրացավ եւ այսպիսի դեպքեր էլի լինելու են եւ հիմա Նիկոլը փոխել է մարտավարությունը տարբեր ճնշումների ներքո, ինչպես օրինակ Զարեհ Սրբազանները ըստ էության ակնարկել, որ Գևորգ Սրբազանի հանդեպ կոմպրոմատ է օգտագործվել, փորձելու են եկեղեցին պարակտել, բայց չի հաջողվելու, որովհետև եթե անգամ մնա մի վեհապար եւ մնա իր հավատքի մեջ կայուն երկու սրբազան, միևնույն է հայ առաքելական եկեղեցին քանդել հնարավոր չի լինելու։ Եթե անգամ Նիկոլը հասնի նրան, որ վեհապարին կալանավորի կամ հասնի նրան իր ճնշումներով, որ վեհապարը հրաժարական տա, ինչին ես չեմ հավատում, միևնույն է ինքը չի կարողանալու հաղթել հայ առաքելական եկեղեցին, ինքը խնդիր է դրել, կոտրել, հաղթել հայ առաքելական եկեղեցուն, դա անիրականանալի խնդիր է, ինչքան էլ մենք տեսնենք բրավոներ եւ ծափահարություններ Ադրբեջանից, ինչքան էլ Ալաշուքյուր Փաշազադեի հոգեզավակները շարունակեն ոգևորել Բաքվից, ոգևորել այս ռեժիմին, դա անլուծելի խնդիր է։ Եթե կաթողիկոսը ամեն դեպքում որոշի, որ ինքը պետք է հեռանա, այս հարցը կփակվի, թե ոչ դուք կարծում եք։ Ես կարծում եմ ոչ, որովհետև կաթողիկոսի հեռանալով այս խնդիրը չի փակվելու, խնդիրը դրված մեր սահմանադրությունից հանել հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին դրույթը, որպիսի հայ առաքելականը իդեպ այդ խնդիրը իմ առջև եւս դրված է եղել երկար տարիներ որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որ չպիտի կրոնական որևէ կազմակերպություն, իսկ հայ առաքելական եկեղեցին իրանք համարում են նույնական կյանքի խոսքի Եհովայի վկայի որևէ գերակադեր չունենա, խնդիրը դա է դրված է, որ հայ առաքելական եկեղեցին դա կարող է սահմանադրությամբ փոխել։ Ես կարծում եմ դրա համար իրանք պիտի բարոյական հենք նախապատրաստեն, իրանք պիտի փչացնեն հոգևորականներին, իրանք պիտի կներեք կոպիտ բառ ասեմ, հա, հարվածեն վեհապարին, չեմ ուզում ասել փչացնել այդ բառը վեհաբարի դեպքում, մենք տեսնում ենք, չէ, այս ամենը այդ տեսանյութի արտահոսքը ինչի համար է, այս տարբեր սրբազաններին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ մեղադրել է, երկու սրբազան կալանավորված է, մեկը ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով, մյուսը իր հարցազրույցում իշխանությունը զավթելու իբր կոչեր անելու համար, այս ամեն ինչը այն ֆոնն է, որ նախապատրաստվում է առաջիկայում հանրաքվեով, որտեղ ի վերջո հանրությունը պիտի գնա եւ քվեարկի եկեղեցու բացառիկ կարգավիճակը հանելու կողմ, իսկ դրա համար ահա այս շոուներն է պետք, այս ֆոնն է պետք, ասելու որ այս չեն ձեր հոգևորականները հայ առաքելական եկեղեցու, ուրեմն հայ առաքելական եկեղեցին պիտի ունենա նույն կարգավիճակը, ինչ որ ունեն Եհովայի վկաները, կյանքի խոսքը, սատանիստները կամ ինցեստ քարոզող կրոնական որևէ փոքրիկ խմբակ։ Սա այս ֆոնն է, սա այս բազիսն է, սա այս օվերտոնի պատոհանն է, որը քացով բացում է Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ ԿՊ պատգամավորները ասում են, որ այդ հոգևորականները գերի են եղել եւ հիմա մենք նրանց ազատագրում ենք Կտրիշ Ներսիսյանից։ Գիտեք, ես կարծում եմ, որ այդ ԿՊ-ականներն են հիմա գերի, իրանք թրաֆիկինգի զոհ են այս ռեժիմի եւ ես ասել եմ, որպես մարդու իրավունքներով զբաղվող հանրային քաղաքական գործիչ պատրաստ եմ զբաղվել այն ԿՊ-ականի թրաֆիկինգի գործով, ով կհամաձայնի, ով այդքան իր մեջ ուժ, իրանց սիրած բառը ասեմ, դուխ կգտնի ազատագրվելու Նիկոլի ռեժիմից։ Ես պատրաստ եմ ստանձնել նրա պաշտպանությունը որպես թրաֆիկինգի զոհի։
Բայց ես ուզում եմ, որ մի խնդրի եւս անդրադառնանք, որտեղ սա շատ կարևոր խնդիր է, մենք տեսանք, որ կարծեմ 18 միլիոն դրամ է ծախսվել, որպիսի Հայաստանից պատվիրակություն մեկնի Բաքու հասարակական սեկտորի, փորձագիտական սեկտորի ներկայացուցիչներ, ես այնտեղ ճանաչում եմ միայն մշտադալար Բորիս Նավասարդյանին, եւ ես հիմա որպես հարկատու, որի գումարներով այդ մարդիկ մեկնել են Բաքու եւ շատ լայն ժպիտով նկարվել են Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ, ով շարունակում է պնդել, որ Հայաստանը ռազմական հանցագործ երկիր է եւ շարունակում է պնդել, որ հայը պոտենցիալ ահաբեկիչ եւ ցեղասպան է։ Ես պահանջում եմ, որ Բորիս Նավասարդյանը այդ խմբակով, իդեպ ես որևէ դատապարտելի բան չեմ տեսնում Բաքու մեկնելու մեջ, ես ինքս մեկնել եմ Բաքու եւ հենց Միլի Մեջլիսում ադրբեջանցի падգամավորներին բաժանել եմ իրենց կողմից խեղաթյուրված փաստերի վերաբերյալ գրականություն, օրինակ, որ Խոջալուի ցեղասպանությունը դուք հորինել եք, այդպիսի բան չի եղել եւ ադրբեջանցիները խելոք Միլի Մեջլիսում Ալիևն էլ նստած ին ձեռքից այդ գիրքը վերցրել են։ Հիմա Բորիս Նավասարդյան, ես որպես հարկատու, որի գումարով դուք այդ խմբակի հետ մեկնել եք Բաքու, պահանջում եմ, որ դուք հանրային հաշվետվություն ներկայացնեք, օրինակ Հիկմետ Հաջիևի այդ հանդիպման ժամանակ բարձրացրել եք արդյոք Բաքվի բանտում խոշտանգվող հայ ռազմագերիների հարցը, բարձրացրել եք արդյոք Բաքվի բանտում մեռնող Վիգեն Էյուլջեքյանի հարցը։ Այսօր եմ խոսել Վիգենի կնոջ Լինդայի հետ, ով ասում է, որ վերջի զրույցից հետո Վիգենից որևէ նորություն չկա, Վիգենը մեռնում է եւ Վիգենը մեր օգնության կարիք ունի։ Բարձրացրել եք արդյոք այդ խայտարակ դատավճիռների հարցը, որ բոլորին դատապարտել են ցմահ ազատազրկման եւ հիմա էլ օրեր անց Ռուբեն Վարդանյանը եւս կդատապարտվի ցմահ ազատազրկման։ Դուք պարտավոր էիք որպես Հայաստանից մեկնող պատվիրակություն այդ բոլոր հարցերը բարձրացնել։ Հայտարարություն եղավ, որ նրանք չեն հանդիպելու, այցելություն չի լինելու նրանց տեսակցություն։ Նաև այդ մասով հայտարարություն կապ չունի ինչ հայտարարություն ա եղել, իրանք հանդիպել են Հիկմետ Հաջիևին, շատ ջոկոնդայի ժպիտով նկարվել են Հիկմետ Հաջիևի հետ, Հաջիևի առջև, որը լրջագույնս այդ խնդիրներով է զբաղվում, Բորիս Նավասարդյան եւ խմբակ։ Բարձրացրել եք արդյոք հայ ռազմագերիների հարցը, բարձրացրել եք արդյոք հարց, որ միջազգային հանրությունը պահանջում է, որ Բաքուն վերացնի հայերին եւ Հայաստանին նվաստացնող այսպես կոչված հաղթանակի բանը ռազմավարի պուրակը, բարձրացրել եք արդյոք այդ հարցը։ Ես պահանջում եմ խաղաղության գործընթացի մասին է ոնց հասկանում ենք Առանց այդ հարցերը բարձրացնելու, ավելի պրակտիկ պետք է դարձնենք խաղաղության։ Առանց այդ հարցերը բարձրացնելու, այսինքն ինչ, Բաքվի բանտում մեռնեն մարդիկ, որ դուք ինչ որ ֆեյք խաղաղության օրակարգ բարձրացնեք, ես պնդում եմ, որ իրենք հանրային հաշվետվություն ներկայացնեն եւ պատասխանեն մեկ հարցի։ Բարձրացրել եք հայ ռազմագերիների հարցը թե ոչ, բարձրացրել եք այդ խայտարակ հաղթանակի ռազմավարի պուրակը վերացնելու հարցը, ինչի վերաբերյալ միջազգային հանրությունը քանիցս ասել է, որ Բաքուն պարտավոր է անհապաղ այդ խայտարակությունը հային եւ Հայաստանին նվաստացնող այդ խայտարակությունը փակել։ Բորիս Նավասարդյան, որ ձեր խմբակով ջոկոնդայի ժպիտով նկարվել եք Հիկմետ Հաջիևի հետ, հարկատուների գումարներով գնացել եք Բաքու, այդ հարցերը բարձրացրել եք թե ոչ, այո կամ ոչ, այո կամ ոչ։ Հիմա այս հանդիպումները որքանով է նպաստում, որ խաղաղություն հաստատվի, քաղաքագետներից մեկը նշել է, որ ադրբեջանական կողմից ընդգծվել է խաղաղության դիվիդենտների գաղափարը, որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը երկու երկրների հասարակություններն իրենց մաշկի վերազգան խաղաղության կամ հաստատված խաղաղության, ինչպես օգուտները եւ արդյունքները բանակցություններին ընթանում նաեւ այս ուղղությամբ տարբեր պրակտիկ ծրագրերի վերաբերյալ նաեւ խոսքա լրագրողների գալու եւ այստեղից լրագրողներ գնալու համար սա կնպաստի խաղաղության հաստատմանը, պայմանագրի կնքմանը։ Ինչ որ մենք հասկանում ենք, չէ, որ տարածաշրջանը հավերժ չի կարող լինել պատերազմի եւ ատելության մեջ, բայց ես հիմա ցիտելու եմ Ադրբեջանի
պատգամավոր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավար Սամատ Սեյիդովին, ով օրեր առաջ հայտարարել է մենք, այսինքն Ադրբեջանը Փաշինյանին տվել են քարտ բլանշ ընտրություններից առաջ, որպեսզի նա կարողանա հայ հասարակությանը ներկայացնել խաղաղության օրակարգը։ Մենք տվել ենք հնարավորություն Փաշինյանին իր այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար, բայց մեր տված հնարավորությունը ժամկետներ ունի եւ այդ աշխատանքները միայն հայտարարություններով չպիտի լինեն, այլ պիտի լինեն կոնկրետ քայլեր, ըստ էության, որ Նիկոլը հայտարարում էր, տենում եք չեն կրակում, տենում եք չեն մորթում, տենում եք գերի չեն վերցնում, Սամատ Սեյիդովը ասում է, դա քարտ բլանշ է ընդամենը ընտրություններից առաջ տված Նիկոլ Փաշինյանին, եւ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս արագ պիտի իրականացնի իր այն աշխատանքները, այն տնային հանձնարարությունը, որը Ալիևը օգոստոսի 8-ին Բաքվում դրել է այս իշխանության առաջ, հիշեցնում եմ սահմանադրության փոփոխություններ, անկլավների, իրանց ասելով անկլավների վերադարձ, եւ ինչպես մի քանի օր առաջ հայտարարեց Միլի Մեջլիսի կին падգամավորներից մեկը, այսօր Ադրբեջանի թիվ 1 ռազմավարական ազգային խնդիրը դա 300,000 ադրբեջանցիների վերադարձն է եւ Հայաստանի վարչապետը լավ կանի առաջիկայում ընդունի արևմտյան Ադրբեջանի պատվիրակությանը եւ նրա հետ քննարկի օրենսդրական այն փոփոխությունները, որոնք պիտի անի Հայաստանը, որպեսզի 300,000 ադրբեջանցիները Հայաստանում իրենց զգան անվտանգ եւ ապահով։ Սա է խաղաղության օրակարգ։ Սամադը հայտարարում է, որ ընդամենը միջև ընտրություն մենք պաուզա ենք վերցրել, բայց մենք սպասում ենք մեր խոստացված ակնկալիքներին։ Եթե սա է խաղաղության օրակարգ, ապա ես թքել եմ այդ խաղաղության վրա, որտեղ դա խաղաղություն չի, դա ծայրից ծայր ֆեյքիզմ է։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս բանտարկյալների մասով ինչ որոշում կկայացվի, որովհետև արդեն իսկ միջնորդություն է ներկայացվել, որ ՑՄ ազատազրկում տան, ում տարիքն էլ 60-ից անց է, արդեն 20 տարով։ 20 տարով։ Ես չեմ տեսնում, ցավոք սրտի, որևէ լավատեսության հիմք չկա, մենք հասկանում ենք, չէ, որ այդ հարցը քաղաքական հարց է, ինչպես Հայաստանում ՑՄ ազատազրկման դատապարտված Շահբարզ Գյուլիևը եւ Դիլհամ Ասքերովը, այդ երկուսը, որ դատապարտված էին, նրանց լողացրեցին, կարծեմ մեկի լեղապարկը վիրահատեցին, տարան մազերը ֆենեցին, վրաները բանտիկ կապեցին ու հանձնեցին քաղաքական որոշման արդյունքում Ադրբեջանին, մենք հասկանում ենք, որ սա քաղաքական հարց է, բայց ես չեմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական կամ ունի ընդհանրապես բանակցելու այլևս ՑՄ ազատազրկման դատապարտված Արցախի քաղաքական էլիտային Հայաստան վերադարձնելու համար, իսկ երբ որ խոսում ենք միջազգային մեր գործընկերների հետ, իրանք փակում են արագ այդ թեման, ասելով, որ ձեր իշխանության օրակարգում նման հարց չկա, իսկ մենք արել ենք եւ շարունակում ենք անել առավելագույնը, բայց եթե ձեր իշխանության համար դա բանակցության խնդիր չէ եւ Ադրբեջանի հետ որևէ բանակցությունում մենք տեղյակ չենք, որ նման հարց բարձրացվել է, մենք ոչինչ անել, քան արել ենք, չենք կարող, իսկ ուզում եմ հիշեցնել, որ թե Եվրոպական պարլամենտը, թե Հաագայի դատարանը, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, թե ԱՄՆ կոնգրեսականները, ինչպես նաև Շվեյցարիայի, Բելգիայի խորհրդարանները բազմիցս այդ հարցը բարձրացրել են։ Հիմա սենատորները դիմել են Մարկո Ռուբիոյին, որպեսզի այս հարցը քննարկվի, ազատ արձակվեն նրանք։ Հիմա ինչ է կարծում, ինչ որ փոփոխություններ կլինեն այս Ես այս պահին լավատես չեմ, որովհետև Ադրբեջանի նախագահը արձագանքելով բազմաթիվ դիմումներին միջազգային հանրության հայտարարել է, որ նրանք ռազմական հանցագործ են եւ նրանց տեղը Բաքվի բանտում է։ Ավելին, հիշում եք ինչ ասեց վերջերս ցինիկաբար Ալիևը, ասեց հայերը ուզում էին գային եւ Բաքվում թեյ խմեին, հիմա իրանք թեյ խմում են, նրանց հանցագործները Բաքվի բերդում, մենք նրանց թեյ տալիս
ենք եւ այս ռազմատենչ ռետորաբանության, այս ատելության ֆոնին մտածել, որ հայ ռազմագերիները եւ մասնավորապես Արցախի քաղաքական էլիտան ազատ կարձակվի, ես կրկնում եմ, այս հարցը պիտի լինի Հայաստանի իշխանության օրակարգում, ցավոք սրտի, այս իշխանության օրակարգում այս հարցը չկա։ Դու կարծում եք այդ ճնշումներն էլ որ չի ազդում Ալիևի վրա, ինչ խնդիր է դրել իր առջև, այսինքն այստեղ իր խնդիրը միայն հոգեբանական ճնշումն է մեր վրա, եթե խաղաղություն իսկապես կնքվի կամ հաստատվի, այս դեպքում ինչու է նա շարունակում պահել։ Որովհետև ինքը, որովհետև ինչպես իրենք են հայտարարում, Արցախի վերադարձը իրենց ասելով Արցախի վերադարձը դա միայն իրենց ճանապարհային քարտեզի մի հատվածն է եւ մենք նայում ենք, եթե հետևում ենք ադրբեջանական մամուլին, իսկ ես շատ ակտիվ հետևում եմ, արդեն շատ էսպես օրակարգային թեմա է անընդհատ, որ Հայաստանի տարածքի մեծ մասը դա Ադրբեջանի տարածքն ա եղել, ավելին միջազգային որ կառույցը մտնում ես տեսնում ես սենց հաստափոր գրքեր, իդեպ այդ իրանք վճարում են եվրոպացի իբր գիտնականների, փորձագետների, որ ասենք դե հա ֆրանսիացի է էլ այս գիրքը գրել, հո թուրք չի գրել, որոնք հիմնավորում են, որ Հայաստանի Գեղարքունիքի այս ամբողջ մասը Բաքվինն է, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մասերը Բաքվինն է, նախորդին մենք տեսանք արդյունքը աչքերին ադրբեջանցի հայտնի կին բլոգերներից մեկին, ով կանգնել էր դիմացը Սևանի նկարն էր եւ ասում էր մենք շուտով մեր Գոնչան հետ ենք բերելու, ահա այս քաղաքականությունն է տանում Ադրբեջանը եւ դրա համար իրանք չեն պատրաստվում հրաժարվել իրենց մաքսիմալիստական ծրագրերից, այն դեպքում երբ որ նրանց անկեղծ ասած նրանց ախորժակը Հայաստանից զսպողներ էլ ցավոք սրտի չկան։ Բայց առասարակ այս ռետորաբանության խստացումը ինչ բացատրություն ունի։ Եթե մի կողմից խոսում են խաղաղությունը, բայց Ադրբեջանից ավելի խստացրել են փաստորեն։ Շատ պարզ։ Անկլավների թեման են առաջ բերել, պահանջներ են ներկայացնում։ Շատ պարզ, այդ բացատրությունը մեկն է, ինչ որ մշտապես ասում է Ալիևը, իսկ Ալիևը ասում է 21-րդ դարում հարցերը լուծում են ոչ թե օրենքները եւ սահմանադրությունը, այլ լուծում է երկաթի բռունցքը եւ պատահական չի, որ օկուպացված Արցախի բոլոր բնակավայրերում իրանք դրել են այսպես բրոնզե բռունցքի արձանը եւ շարունակում են այդ բռունցքով լուծել իրենց հարցերը եւ դրա համար գնալով ավելի խստացնում են եւ ռազմական ռետորիկան եւ ատելության ռետորաբանությունը ցավոք։ Խոսենք նաև ներքաղաքական կյանքից, մենք շատ ենք խոսել նաև այդ իմպիչմենտի գործընթացից, բայց մենք հիմա տեսնում ենք, որ այն երկու պատգամավորները, որոնք անկախ պատգամավորներ էին եւ հույս էր հայտնվում, որ նրանք կարող են միանան այդ գործընթացին, ըստ էության պարզ դարձավ, որ չեն միանալու, նախ Գեգամ Նազարյանը ասաց, որ չի միանալու եւ բացի այդ Իշխան Զաքարյանը երեք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն էր ուղեկցում, երբ նա սպորտ բազայում ծանոթանում էր աշխատանքներին։ Ինչ ես որևէ իլյուզիա չեմ էլ ունեցել, որ Գեգամ Նազարյանը եւ Իշխան Զաքարյանը կմիանան այդ process-ին, ավելին ես շատ ավելի վստահ եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում բազմաթիվ ԿՊ պատգամավորներ կմիանային իմպիչմենտին, բայց ոչ Իշխան Զաքարյանը եւ Գեգամ Նազարյանը, այն Գեգամ Նազարյանը, որ եթերից ասում էր Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, նախորդին մեկ այլ եթերից ասում է, ով է ասում, որ Նիկոլը դավաճան է, չկա այդպիսի բան եւ կրկնում է նույն ԿՊ-ական թեզերը։ Ցավոք սրտի սա դաս պիտի լինի այս կերպարները, այս պերսոնաժները դաս պիտի լինի, բայց չի լինում դաս անդիմադիր ուժերի համար, որ իրենք հասկանան, որ այդ տեսակին, ով պատրաստ է հազար ձևի ճկվել եւ մշտապես ճկվել է բոլոր իշխանությունների տակ, չբերեն իրենց համամասնական ցուցակներով խորհրդարան եւ հետո իրանք կրակընկնեն այդ պերսոնաժների ձեռքը։ Մեր ընդդիմությունը բազմաթիվ խնդիրներ ունի, ներքին խնդիրներ ունի լուծելու եւ այդ ներքին խնդիրներից մեկն էլ մարդու տեսակը չճանաչելն է։ Իսկ ինչ պատկեր կձևավորվի ընտրություններից առաջ, դուք ինչ եք տեսնում, որքանով է ընդդիմությունը համարժեք պատրաստվում ընտրությունների, որովհետև Փաշինյանը պատրաստվում է ամբողջ թիմով եւ տարբեր գործիքակազմեր կիրառում է այդ մասով։ Տեսեք, ես տեսնում եմ, որ ընդդիմադիր տարբեր ուժեր նստած sense կալկուլյատորով հաշվում են, թե քանի տոկոս կտանեն եւ քանի մանդատ կունենան։ Իրանք չեն գրում
հաշվում, թե ոնց անեն, որ իշխանություն վերցնեն։ Ցավոք սրտի ես հակառակ process-ն եմ տենում, որ քանի մանդատ կունենան Նիկոլի իշխանության օրոք։ Պայքարը ընդդիմություն լինելու համար է, այո, եթե կռիվը, եթե պայքարը ընդամենը ընդդիմություն լինելու համարն է, հա, համար այն հայտնի կինոյի նման «Муж назначил меня любимой женой», թե Նիկոլի իշխանության օրոք որդ քանի մանդատ պետք է ունենաք կալկուլյատորով նստած հաշվում եք, ապա իմ կռիվը ոչ միայն այս ռեժիմի դեմ է լինելու, այլև մի քանի մանդատի համար 26 թվականի հունիսի 7-ին կռիվ տվող ընդդիմության համար է լինելու։ Ես չեմ տեսնում, որ այս մարդիկ կռիվ տան, ոնց անեն, մի հնարավորություն կարծես թե բաց են թողնում impeachment-ը, իգնորով վերաբերվեցին, հիմա կալկուլյատորով հաշվում են, թե որը քանի ձեն կունենա։ Այսինքն օրակարգ պիտի լինի ոչ թե քանի մանդատ կունենանք, այլ իշխանության փոփոխությունը։ Այդ օրակարգը ես չեմ տեսնում, որտեղ այդ օրակարգի համար պետք է առնվազն ընդդիմադիր բևեռների մի քանի խոշոր միավորում, բայց այդ միավորմամբ, ինչ ասեմ, հեռանկարը անգամ ես չեմ տեսնում, միգուցե ես չեմ տեսնում։ Եթե տեսնեմ, ես կասեմ ներողություն, դուք ֆանտաստիկ աշխատում էիք, ես չէի տեսնում, որ դուք աշխատում էիք ոչ թե մանդատ պրճոկելու, այլ այս իշխանությանը հեռացնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Այսինքն դու կարծում ես, որ մի քանի խոշոր կենտրոն միանշանակ առնվազն, բայց այդ կենտրոնները մի քանի չպետք է լինեն 10 կենտրոն, մաքսիմում 2-3 խոշոր բևեռ է պետք։ Եթե վաղարշապատի նման sense մասնատված պիտի գնան, որ այդ փոշիացված 3.68% մեր օրենսդրությամբ գնա իշխանությանը, ապա ստացվում է, որ նրանք ում ռեսուրսները սակավ են, բայց մտնում են ընտրական պայքարի մեջ, ըստ էության խաղում են Նիկոլի դաշտում, ուզենալով կամ չուզենալով։ Հիմա վաղարշապատի սցենարը իսկապես ցուցիչ է, որ ընտրություններն այսպեսին կլինեն, ինչպես որ Փաշինյանն է ասում։ Չէ, բացարձակ ցուցիչ չի, որովհետև ընտրողների 44%-ը չի մասնակցել ընտրությանը եւ ձայների տարբերությունը ընդամենը եղել է 700 եւ տենց սայլուտներ, ֆեյերվերկներ խփելու կարիք չկար, բայց պիտի դաս լինի ընդդիմությանը, որ սենց պարակտված բուջուրիկ ռեսուրսակիրներով ընտրությանը մասնակցելը, եթե դա կրկնվելու է խորհրդարանական ընտրության դեպքում, դա ուղղակի ապահովելու է Նիկոլի վերարտադրությունը, ցավոք։ Եվ նաև քաղբանտարկյալների մասով խորհրդանում է լսումներ լինելու, բողոքի ակցիաներ եղան, ինչ փոփոխություն եք ակնկալում, որ կարող է լինել։ Տեսեք, ես չեմ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում հատկապես Լիդիա Մանթաշյանի դեպքը։ Ես չեմ հասկանում ինչի համար այդ աղջկան նույնիսկ զրկել են տեսակցությունից։ Բոլորի խափանմիջոցները փոփոխվեց մեծ մասի, բոլորինը, բայց Լիդիան ես չգիտեմ ինչն է խնդիրը։ Լիդիան ոնց որ ակնարկեց ինչ որ պաշտոնյայի եւ դրա հետ կապված է այս անձնական վրեժխնդրությունը այս աղջկա հանդեպ։ Ցավոք սրտի միջազգային հանրության այս տոտալ լռության, այս աչք փակելու ֆոնին օգտագործեմ Նիկոլի տերմինը, եվրայոնջաների այս ֆուլ լռության ֆոնին ես չեմ տեսնում որևէ դրական դինամիկա Նիկոլը ում ուզենա, որից ուզենա տանելու է, կալանավորելու է եւ եվրոպական կառույցները շարունակելու են չլռել, շարունակելու են իրանց դնել էշի տեղ, յոնջա ուտող էշի տեղ։ Իդեպ մի քանի օր առաջ երբ ազգային ժողովում հանձնաժողովի ժամանակ այդ հարցներ քննարկում, պատգամավորն ասում էր, որ որևէ միջազգային կառույց չի ասում, որ մենք քաղբանտարկյալներ ունենք։ Ես համաձայն եմ նշալ պատգամավորի հետ, չի ասում, որովհետև մարդու իրավունքը, խոսքի ազատությունը, խղճի ազատությունը, ամեն ինչը շատ վաղուց դարձել է երկակի ստանդարտների, աշխարհաքաղաքական բազարների եւ աճուրդի առարկա։ Հիմա չեն ասում, երբ որ պետք լինի կասեն, բայց երբ որ պետք լինի, կարող է այլևս այդ մարդիկ չլինեն, որովհետև մենք նաեւ վատ վիճակագրություն ունենք, տարին դեռևս չի ավարտվել, բայց քրեակատարողական հիմնարկներում մենք ունենք այլևս 21 մահ։ Այսպիսի ցուցիչ, եթե լիներ նախկին որևէ իշխանության օրոք, եվրոպական կառույցները մի հատ նենց վայնասուն կբարձրացնեին, որ ես չգիտեմ, երևի ես իմ քանի հազար դեցիբել իրանց ձայնալարերը կպատրեին 21 մահ։ Մի դեպք լինում էր քրեակատարողական հիմնարկներում 1 կամ 2 դեպք տարվա ընթացքում, միջազգային բոլոր կառույցներում դա արձանագրում էր, Սվիտարսկիներ քիչ էր մնում անձամբ գար ու իմ մազերը պոկեր 21 մահ
քրեակատարողական հիմնարկներում արդարադատության նախարարը հրաժարական չի տալիս, քրեակատարողականի պետ տիկինը շատ պինդ նստած է իր բասկաթոռին։ Իդեպ ընտրություններից առաջ հնարավոր է այնպիսի գործընթացներ ծավալվեն, որ իսկապես որոշ կուսակցությունների թույլ չտան մասնակցել Ես ընտրություններին։ ավելի քան վստահ եմ, որ ամեն ինչ արվելու է մեր ձևով չգրանցելու համար, ամեն ինչ արվելու է եւ պատահական չէ, որ արդեն թե Նիկոլը, թե տարբեր ԿՊԱ-կաններ այսպես ակնարկեցին արտաքին ֆինանսավորում, արտաքին ազդեցության գործակալներ եւ այլն, ավելին կարող եմ ասել, Նիկոլին 10 նապատիկ ավելի մեծ միջազգային արևմուտքի կողմից քարտ բլանշ տրված անել ինչ ուզում է, չգրանցել ում ուզում է, գրանցել ում ուզում է, կալանավորել ում ուզում է, չկալանավորել ում ուզում է, քան տրված էր Մոլդովայում Սանդուին, բայց դա չի պիտի վախեցնի, հաշվի առնելով այս անտագոնիզմը, որ կա հասարակության մեջ այս իշխանության հանդեպ, եթե ընդդիմությունը խոշոր բևեռներ ստեղծի, հնարավոր է իրավիճակ փոխել։ Հիմա փաստացի նաև Ուկրաինայի խաղաղության պայմանագրի մասին է խոսվում, որի վերջո ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի եւ կանխատեսումներ կան, որ դա կազդի նաև Հայաստանի վրա, նաև Հայաստանի դիրքորոշումը կփոխվի, բացի այդ նաև Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ առման Հարավային Կովկասի հետ կապված։ Դուք ինչ կանխատեսում եք։ Տեսեք, ես չեմ ուզում, որ մենք անընդհատ այդ հույսը փայփայենք, որ հեսա Ռուսաստանի ձեռքերը կազատվեն եւ ինքը արդեն կսկսի լրջորեն զբաղվել Հայաստանի իշխանությամբ, որտեղ լինենք անկեղծ Հայաստանի քաղաքական դաշտում այդ բանաձևն է, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, չէ, մեր խնդիրները մենք պիտի լուծենք։ Եթե մենք անընդհատ սպասենք, որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն մեր խնդիրները պիտի լուծի, դա բերելու է պերմանենտ այնպիսի իրավիճակների, ինչպիսին հիմա Հայաստանում է։ Այո, այն 28 կետը, որ առաջադրվել է խաղաղությամբ Ուկրաինային, դա նշանակում է ուրեմն Դոնեցկի, Լուգանսկի, Ղրիմի հաստատում, պեչատում Ռուսաստանի, Զապարոժիե եւ Խերսոնի գծով լինելու է անվտանգության գոտի, Ուկրաինային պարտադրվում է կրճատել իր զինուժը, Ուկրաինային պարտադրվում է ամենավարդագույն երազում անգամ երբևէ չմտածել ՆԱՏՕ-ի մասին, արդյունքում ինչ ունեցավ Ուկրաինան, 1 միլիոնից ավել զոհ, տարածքային կորուստ, 12 միլիոն փախստական, մի քանի միլիոն հաշմանդամ, եւ իսկ անհետ կորածների թիվը ասում է չեն էլ հնարավոր էլ չի հաշվել, ինչի արդյունքում եղավ մի ավանտյուրիստի, որին արևմուտքը գցեց իր ջեբը եւ օգտագործեց սեփական երկրի դեմ, ինչ մնաց Եվրոպայի տարածքով ամենամեծ, ամենաֆանտաստիկ երկրներից մեկի Ուկրաինայից մենք ցավոք սրտի տեսնում ենք։ Բայց ամեն դեպքում ելքը կազդին է ընդհանուր առմամբ Հայաստանի ապագայի։ Բնականաբար ես չեմ բացառում, որ դրանից հետո այս իշխանությունը դառնա մոլի ռուսամետ եւ ռեժիմը, ասենք, իրանց ԿՊ-ի հիմնը փոխեն եւ երկեն Բոժը ցարյա խրանի Պուտինի նկարը դրած։ Իրանց համար դա բացարձակապես խնդիր չի, իրանք այնքան աշխարհաքաղաքական շպագատներ են արել, որ մի շպագատ ավել, մի շպագատ պակաս այս կողմ կամ այն կողմ, իրանց համար դա ողնաշարի շատ սովոր, շատ ավանդական վիճակ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն էր, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։